հարգելի հետևողներ, կզրուցենք Նայլե Դիլբարյանի հետ։ Տիկին Դիլբարյան, տեսանք ձեզ նաև մեկ այլ կուսակցության համագումարում ձեր շնորհանդեսին առաջարկայան։ Այո, շնորհանդեսին առաջարկ Հայաստանին ծրագրի շնորհանդեսին։ Ի վերջո, ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը այս անգամ կհաջողի։ Ես կարծում եմ խնդիրը ոչ միայն հավաքական ընդդիմությունն է, այլ նաև ընտրողը, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը պետք է տեսնի այդ այլընտրանքը եւ համոզված եմ, որ ընդդիմադիր, այսինքն ոչ թե ընդդիմադիր, ես կարծում հայկական պետական օրակարգի անունից հանդես եկող քաղաքական բոլոր ուժերը պետք է հիմա շատ է խոսվում, չէ՞ միասնության մասին, կարողանան իսկապես համախմբվել եւ այն հարցը, որը օդում կախված է եւ բոլորին հուզում է, թե հունիսի 7-ին սովորական ընտրություն է լինելու թե ոչ, կարծում եմ բոլորի համար լուծված է։ Լինելու է գոյաբանական, այսինքն հայկական արժեքների ընտրություն։ Եվ եթե ընտրողը տեսնի դա, տեսնի հավաքական կապ, ապա Հայաստանի 3-րդ հանրապետությունը ոչ միայն շարունակվելու է, այլ նաև Արցախյան գոյամարտն է շարունակվելու։ Հանրահավաքի նպատակը ինչ է, ինչ պետք է ցույց տանես։ Հանրահավաքի հիմնական նպատակը իհարկե երևի թե կասեն կազմակերպողները, ես կազմակերպողը չեմ, բայց ես կարծում սա եւս հնարավորություն է ընձեռել մեր ընտրողներին կողմնորոշվելու եւ հասկանալու, որ իրենց այս անգամ չեն դավելու։ Եկեք անկեղծ լինենք, շատ քաղաքացիներ մտածում են, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ իրենց քաղաքական շահից ելնելով են պայքարում եւ բարձրացնել պետական օրակարգը, հուսով եմ միասնությունը նաեւ։ Միասին շարժումը, որը ես ներկայացնում եմ, հուշագրի նախագիծ է առաջ քաշել, որը պետք է տեսեք, ընդդիմադիր քաղաքական ուժերը չմիավորվեցին, չէ՞, բայց հիմա գոնե կարելի է հայտարարել, որ ընտրությունների գնում են միասնական վերահսկման, այսինքն ընտրատեղամասերում գտնվող բոլոր ընդդիմադիր դիտորդները կամ այդ հսկող անձինք պայքարելու են բոլորի իրավունքների համար, ոչ միայն իրենց նեղ կուսակցական շահերի համար, հետընտրական ընթացքում, եթե լինելու են խնդիրներ, էլի միասին են դուրս գալու եւ ամենակարևորը քաղաքացիական պայման Այստեղից է, գիտեք իսկապես զորև, իր հաղթանակին հավատացող մարդը երբեք այդպիսի արտահայտություններ չի